Ինչու վախեցաք, թերահավատներ, ես եմ, մի վախեցեք։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, սիրելի հավատացյալներ, այսօրվա հոգևոր չափաբաժինը սնունդի մեր եկեղեցին մատնացույց է անում Հիսուսի քայլումը քայլելը ծովի վրայով այդ հրաշալի մի հատված, որտեղ ասվում է, գիտեք դրանից առաջ Հիսուս հացի առաջի բազմացումը կատարեց, կերակրեց հազարավոր մարդկանց, նույնիսկ եւ ոչնչից կերակրեց հազարավոր մարդկանց եւ նույնիսկ մի քանի արկղեր ավելացան այդ ձկից եւ հացից։ Այս հրաշագործությունից հետո այդ ներկաները կամեցան Հիսուսին թագավոր դարձնել եւ նա իսկույն իր աշակերտներին ստիպեց նավակ մտնել եւ առաջանալ դեպի մյուս կողմը։ Ինչ որ ինքը ժողովրդի բազմությանը արձակեց եւ երբ ժողովրդի բազմությունը արձակվեց, առանձին լեռը բարձրացավ եւ կանգնեց աղոթելու։ Եվ երբ երեկո եղավ, այնտեղ էր եւ մենակ։ Նավակը ցամաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր եւ ձեր քշում էր առաքյալների կողմից, քանի որ քամին դիմացից էր փչում, նրանք դժվարությամբ էին ճեղքում ալիքները։ Եվ գիշերվա ժամին Հիսուս եկավ նրանց մոտ քայլելով ծովի վրա։ Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրա քայլելիս, մտածեցին, թե ինչ ուրվական է սա։ Ու սարսափած աղաղակեցին։ Հիսուսը իսկույն խոսեց նրանց հետ եւ ասաց. «Սրտապնդվեցեք, ես եմ, մի վախեցեք»։ Պետրոսը նրան պատասխանեց եւ ասաց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ ջրի վրա քայլելով գալ դեպի քեզ»։ Եվ նա ասաց. «Արի»։ Պետրոսը նավակից իջավ, քայլեց ջրի վրայով եւ եկավ Հիսուսի մոտ։ Սակայն տեսնելով ուժգին քամին վախեցավ եւ երբ սկսեց սուզվել, աղաղակեց եւ ասաց. «Տեր, փրկիր ինձ»։ Եվ իսկույն Հիսուսը երկարեց իր ձեռքը, բռնեց նրան եւ ասաց. «Թերահավատ, ինչու երկմտեցիր»։ Եվ երբ նրանք նավակ բարձրացան, ամենքին հանդարտեցրեց եւ ծովը եւս խաղաղվեց, եւ նրանք, որ նավակի մեջ էին, մոտեցան, երկրպագեցին նրան եւ ասացին. «Արդարել դու Աստծո որդին ես»։ Սիրելիներ, ինչպես ասեցի, հացի բազմացումից հրաշքից հետո 5000 մարդ կերակրելուց հետո մարդիկ ուզում էին Հիսուսին դարձնել իրենց թագավոր։ Այսօրվա նման է։ Բնականաբար Հիսուս հրաժարվեց ու թույլ չտվեց նրանց դա անել։ Հետաքրքիր է, շատ մարդիկ կան, որ ցանկանում են իրենց ղեկավարել նա, ով իրենց միայն ստամոքսի հարցը կլուծի։ Ցավոք միշտ այդպես է եղել։ Առաջնային է եղել ստամոքսի եւ նյութականի հարցը, որից ոչ ոք, որից ոչ մի ազգ դեռ լիովին չի փայլել երջանկության մեջ։ Աստված փնտրում է մարդկանց մեջ հոգևոր լույս, փնտրում է, որ գտնի բարոյական կարգավիճակ եւ նկարագիր, որից էլ ծնվում են մնացած ամեն ինչ, ինչը եւ հաճելի է Տիրոջը։ Ուրեմն երբ Հիսուս տեսավ, որ իրեն ուզում են թագավոր դարձնել, որովհետև իրենց որովայնը կուշտ էր, կերակրել էր նրանց, եւ իր աշակերտները նավակ նստացրեց եւ ուղարկեց Բեթսայիդա։ Ներքուստ աշակերտներն էլ համաձայն են Հիսուսի թագավոր լինելու դառնալու մտքին, բայց Հիսուս հոգիների թագավորը, աշխարհի ստեղծողը, իր միսիան այլ էր, նա եկել էր աշխարհ, ծնվել, մեզ նման մարդ դարձել
որ խաչի դաջան մահով մեռնել եւ երրորդ օրը հարություն առնել, հավելու մարդկանց մեղքերը։ Եվ այս էլ երկրորդ անգամ Հիսուսին փորձում են թագադրել։ Առաջին անգամ Սատանան, հիշում եք, Հիսուսին փորձելու ժամանակ խոստացավ Հիսուսին աշխարհի տիրակալը դարձնել, եթե նա երկրպագի իրեն։ Հիսուս դարձյալ հաղթեց փորձությանը։ Չէ՞ որ Քրիստոսի թագավորությունը այս աշխարհից չէ։ Իր աշակերտներին նավակով ուղարկելուց հետո Հիսուս ելավ լեռը աղոթելու։ Աշակերտները նավակով գնալու ժամանակ քամին հակառակ կողմից էր փչում, որից դժվարանում էր ալիքների ճեղքումը, որովհետև քամին փչում էր։ Գիշերվակեսին Հիսուս ջրի վրայով քայլելով մոտեցավ նրանց, աշակերտներից մի փոքր անցնելով վերջինները սարսափահար եղան, մտածեցին ուրվական է, ինչ է սա, բայց Հիսուս ուզում էր ստուգել նրանց հավատը եւ ասաց. «Չվախենաք, ես եմ»։ Այս լսելով Պետրոսն ասաց. «Տեր, եթե դու ես, կարգադրիր, որ ջրի վրայով քայլեմ դեպի քեզ»։ Պետրոսը փորձում էր Հիսուսին, տեսնելու նա իրական է, թե ընդամենը ուրվական, եւ Հիսուսը ասաց. «Արի»։ Պետրոսը քաջալերված սկզբում քայլեց դեպի Հիսուս, սակայն մեկ-երկու քայլ անելուց հետո թերահավատությամբ եւ դրա պատճառով սկսեց կամաց սուզվել։ Քանի որ Պետրոսը իր հայացքը կտրեց Հիսուսից, նայեց քամուն եւ ալիքներին, իր հայացքը կտրեց Տիրոջից, ուշադիր եղեք, եւ նայեց ալիքներին, վախեցավ, որ Քրիստոս քամու եւ մոռացել էր, որ Քրիստոս քամու եւ ալիքների Տերն է։ Պետրոսի սուզվելուց Հիսուս բռնեց նրա ձեռքից եւ նավակը առաջնորդեց։ Այնուհետև Հիսուս ասաց իր թևավոր խոսքը. «Թերահավատ, ինչու վախեցաք, ինչու երկմտեցիք»։ Սիրելիներ, այսպես է նաև մեր կյանքում։ Մենք էլ, երբ մեր հայացքը շրջում ենք Աստծուց, եւ սկսում վախվորած մեր նեղություններին նայել, իհարկե դրան հաջորդելու է մեր սուզվելը, խեղդվելը եւ ինչու՞ չէ նաև կործանվելը։ Եթե մեզ համարում ենք հավատացյալ, եթե հավատում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ նրա խոսքին եւ խոստումին հետեւող, չպետք է վախենանք մեր կյանքում հանդիպակաց փչող քամիներից եւ երբեմն վախենալու ալիքներից, այլ Պետրոսի նման ասենք. «Տեր, փրկիր ինձ»։ Երբ ունենաս նեղություն, երբ ունենաս անելանելի վիճակ, երբ քեզ կթվա, թե բոլորը քեզ դեմ են, երբ հալածում են քեզ, երբ ունենաս հիվանդություն, երբ ուժերդ սպառված կլինեն, երբ կտեսնես, որ բարդություններից սուզվում ես կյանքի ալիքների մեջ, պետք է աղոթես, դիմես Հիսուսին եւ ասես. «Փրկիչ»։ Նա իր փրկարար ձեռքով օգնության կհասնի յուրաքանչյուր իրեն անկեղծ հավատացող մարդուն։ Տեսեք, Պետրոսը չփորձեց ինքը իրան փրկել, չէր էլ կարողանալու ինքը իրեն փրկել, որովհետև իր ուժերից վեր էր սեփական անձը փրկելու համար։ Մենք էլ երբեմն հայտնվելով հենց նույն Պետրոսի իրավիճակում չպետք է ապավինենք միայն մեր ուժերին, որովհետև երբ անտեսում ենք Աստծուն որպես մեզ փրկող ու ապավինում ենք միայն սեփական ուժերին, ձախողվում ենք։ Դժվարին իրավիճակում լինելու ժամանակ օգնություն խնդրենք Աստծուն, որը մեզ կամք
կզորացնի մեր կամքը և իր օգնությամբ հաղթահարած կլինենք ցանկացած բարդություն։ Քրիստոսի աշակերտները, երբ տեսան Հիսուսին ջրի վրա քայլելուց, մտածեցին, թե ուրվական է սա։ Նրանց մտքով անգամ չէր անցնում, որ իրենց վարդապետը իրական Աստված է, Աստծո որդին է, փրկիչը աշխարհի, որովհետև դեռևս թերահավատությամբ էին տառապում։ Մենք ևս հաճախ մեր թերահավատության պատճառով չենք հասկանում, որ Աստված ամենակարող, բարերար մեր Հայրն է, որ պատրաստ է օգնել մեզ ամեն հարցում։ Այս մեծ հրաշքից հետո աշակերտների հավատքը շատ մեծացավ։ Վերջապես նրանք հասկացան, թե ով է Հիսուս Քրիստոս իրենց համար։ Սիրելիներ, արդյոք այսօր մենք հասկանում ենք, թե ով է Հիսուս մեզ համար։ Հավատում ենք նրա մեծ զորությանը և մեր Տեր և Փրկիչ լինելու։ Եթե աշակերտների նման վախեցած, երբ մտելով քարշ ենք տալիս մեր մեղավոր կյանքը։ Հասկանում ենք, թե ինչպես պիտի լինենք ու մեզ պահենք որպես իսկական իրական քրիստոնյաներ։ Եթե լսում ենք աշխարհին, նրա բերած ու տված ուժ սին խոստումներին, ինչ է ասում աշխարհը այսօր։ Աշխարհը այսօր մեզ համոզում է, որ հեռու մնանք հավատից, դա հետամնացություն է։ Աշխարհը այսօր ցույց է տալիս, որ դու միայն քո ուժերով կարող ես հասնել ամեն ինչի, որ ցանկանաս, որ առանց Աստծո է առաջացել երկիր մոլորակը, որ ինչ ուզես կարող ես անել առանց սահմանների, որ մեղք Աստվածը հիմարություն է, որ ամոթ ասածը ծիծաղելի մի բան, որ եկեղեցի գնալը խավարամտություն է, հետամնացություն է, ինչ ես գնում եկեղեցի, որ անբարոյականությունը առաջնայինն է, աշխարհը դա է ասում։ Ինչքան քո եսին, անձը փառաբանես, այնքան շատ լավ կլինի, որ ինչքան ցոփ ու շվայտ կյանքով ապրես, այնքան քեզ կհարգեն, որ խմիչքը, ծխախոտը, թմրադեղերը շատ լավ բաներ են և ժամանակակից բաներ են, այս է ասում աշխարհը։ Եվ այսպես շարունակ տարեց տարի աշխարհը մարդուն հեռացնում է քայլ առ քայլ երկնավոր Տիրոջ Աստծուց, հեռացնում է սրբությունից, հեռացնում է նամուսից, թասիբից, փրկությունից, սիրել հարգելու կարողությունից։ Ինչպես ջրի վրա քայլող Պետրոսը իր հայացքը կտրեց Հիսուսից և նայեց ջրի ալիքներին, նայեց քամու ուժգնությանը ու կամաց սկսեց սուզվել ջրի մեջ, այնպես էլ այսօր մարդը կամաց իր կամքով և անխղճությամբ իր հայացքը շրջում է Հայր եկեղեցուց, Մայր եկեղեցուց, շրջում է հավատքից, սրբություններից, իր դարավոր ավանդություններից, իր ազգային հերոսներից, դրանք համարելով ավելորդություն իր համար, չհասկանալով, որ սեփական ձեռքերով փորում ենք մեր գերեզմանը։ Ինչու կործանվեց հզոր Հռոմը։ Հռոմը և հռոմեական կայսրությունը կործանվեց անբարոյականության պատճառով, ամենաթողության, այլասերվածության պատճառով։ Ուր են հզոր Ասորեստանը և Բյուզանդիան։ Կորչում են և կկորչեն բոլոր այն ազգեր և անհատները, որոնք
լսել են ու երես են թեքել Տեր Հիսուս Քրիստոսի կենարար խոսքից, չեն հետևել սրբությանը, բարու տեղ չարիք են գործածել և դավանել աշխարհում ու հեռացել պատմության թատերաբեմից։ Շակերտների մեջ զարգացած աշխարհին այսօր վախեցնում է ինչը։ Քրիստոսի հարություն առած Քրիստոս, աշխարհը վախենում է դրանից, իհարկե զարգացած շակերտավոր աշխարհը, ու չի դադարում աշխարհը մարդ ընչել դրա դեմ իր անաստվածությամբ։ Թվացյալ առաջընթացը այսօր ոչ մեկին չի փրկի և չի փրկելու, ոչ մի գիտատեխնիկական նվաճում, քաղաքակրթության հետ միասին վերցրած չեն կարող փրկել մարդուն, չեն կարող ի վիճակի չեն փրկելու աշխարհը։ Ոչ մի կեղծ առաջընթաց որևէ մեկին չեն տվել և չեն տալու հավիտենական կյանք։ Մարդը առանց Հիսուս Քրիստոսի շարունակելու է կործանվել անգամ ամենամոդեռն քաղաքակրթության պայմաններում։ Ահա հավիտենական ճշմարտությունը, ահա Հիսուս Քրիստոս իր կամքով խաչված և հարություն առած, ահա նա փրկիչը աշխարհի, նա է փրկողը աշխարհի, իսկ մնացած ամեն ինչ մեզ չեն կարող փրկել, չի փրկելու ոչ բարձրագույն գիտությունը և ոչ բարձրագույն տեխնիկան, ոչ էլ շակերտների մեջ մեծարգո փողը ու քաղաքակրթությունը, ու դրանք բոլորը ժամանակավրեպ են։ Սիրելի հավատացյալներ, ցավով եմ ասում, ցավով ենք տեսնում, այսօր աշխարհը ծանր հիվանդ է, կարիքը ունի բուժվելու, որ այսպես շարունակվի հիվանդը կդառնա անբուժելու և կմահանա։ Միայն Հիսուս մեզ աշխարհին կարող է բուժել, ոտքի կանգնեցնել, ձեռք մեկնել ինչպես Պետրոսին ու փրկել մահվանից դեպի կյանք, ապականությունից դեպի անապականություն։ Կանչենք Տիրոջը, խնդրենք Տիրոջը, որ իր զորավոր փեթչական աջով բռնի մեր ձեռքից և վեր հանի ընկած վիճակից, աշխարհի կքած վիճակից, ուր ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն թող լինի, ուր ոչ թե փողի աստվածացում լինի, անձի պաշտամունք լինի, այլ Աստծո թագավորության արքայությունը հաստատվի և թագավորի աշխարհով մեկ, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից, ամեն։